Ինչպես որ տեսնում եք, այսօր ինձ է ընձեռնվել խոսքով ծառայել։ Իհարկե, այսպես եմ ես վերնագրել իմ թեման «Փնտրիր Աստծո ճշմարտությունը քո կյանքի համար»։ Փնտրիր Աստծո ճշմարտությունը քո կյանքի համար։ Այսօր այն խոսքն է, որ մենք ամեն մեկս կփնտրենք Տիրոջ ճշմարտությունը մեր անձի համար։ Պետք չի փնտրել Աստծո ճշմարտությունը քո կողակցի համար, քո հարազատի համար, քո ընկերոջ համար, քո բարեկամի համար։ Այսօր դու եւ քո Տերը փնտրիր Աստծո ճշմարտությունը։ Որովհետև շատ անգամ մենք կարծում ենք այս իմ կողքով որ նստած է, այս խոսքը իր համար է պետք։ Ինքը թող լսի, չէ սիրելիս։ Եկեք այսօր այդ ամենը թողենք եւ նայենք ինքներս մեզի եւ փնտրենք այն ճանապարհը, որ Աստված յուրաքանչյուրիս համար պատրաստել է, որովհետև մենք յուրահատուկ ենք Տիրոջ ձեռքերի մեջ, ամեն մեկս։ Հավատում եմ, որ յուրաքանչյուրդ մտածել եք, ո՞րն է Տիրոջ կամքը իմ կյանքի համար, ո՞րն է Տիրոջ ճշմարտությունը իմ կյանքի համար, իմ ընթացքի համար, իմ ծառայության համար, իմ աշխատանքի համար, իմ կյանքի համար, իմ ծառայության համար, իմ ընտանիքի համար, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Ո՞րն է Տիրոջ ճշմարտությունը հենց քեզ համար։ Կարևորը այն է, որ ճիշտը եւ ճշմարիտը ընտրենք։ Ճիշտը եւ ճշմարիտը։ Ո՞րն է ճիշտը հենց քեզ համար։ Որ ընթացքն է Տերը հենց քեզ համար պատրաստել։ Խորել եք դրա մասին, սիրելի եկեղեցի։ Մտածել եք, ո՞րն է Աստված հենց քեզ համար պատրաստել։ Չնայենք մեր կողինին, այլ նայենք ինքներս մեզ։ Ինչ ճշմարտություն, որ ճանապարհի վրա է Աստված մեզի դնում, որ ընթացքի վրա է մեզի դնում, որ դռներն է բացում, որտեղ էլ որ փակում է, որն է Տիրոջ կամքը։ Տիրոջ կամքը գիտենք, չէ՞, բոլորս բարի, հաճելի, կատարյալ է, բայց դա ընթացք է։ Մի քիչ հետո, ինչպես որ ինձ ճանաչում եք, ես բնականաբար ձեր համար օրինակներ ունեմ։ Էդի մի քիչ հետո իրար հետ կնայենք։ Եկեք իրար հետ բացենք Հովհաննես 14-րդ գլխի 6-րդ խոսքը։ Այնքան լուրջ եք սես նստած։ Հովհաննես 14-րդ գլխի 6-րդ խոսքը։ Հիսուսը նրանց ասաց. Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը ու կյանքը։ Ոչ ոք հոր մոտ չի գա, եթե ոչ իմ միջոցով։ Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը ու կյանքը։ Հանդիպում Աստծո հետ Հիսուս Քրիստոսի միջոցով մենք ավելի ենք մոտենում Տիրոջ ճշմարտությանը։ Մի հատ էլ։ Հիսուս Քրիստոսի միջոցով Տիրոջը ճանաչելով մենք ավելի շատ ենք մոտենում Տիրոջ ճշմարտությանը։ Ինչքան մոտենում ենք Տիրոջը, ինչքան ավելի շատ ենք ունենում Տիրոջ հետ հաղորդակցություն, ճանաչելով իր խոսքը, մենք ճանաչում ենք Տիրոջ ձեռագիրը մեր կյանքի մեջ։ Եթե մենք խոսքը չճանաչենք, եթե մենք խոսքը չկարդանք, չուսումնասիրենք, Տիրոջ ճշմարտությունը մեր կյանքի մեջ չենք հասկանա։ Բայց խոսքը ունենալով Հիսուս Քրիստոսի միջոցով կմոտենանք ավելի շատ ճշմարտությանը։ Շատ հաճախ մենք կարծում ենք, մենք ինքներս լավ գիտենք։ Սա է ինձ պետք, նա է ինձ պետք, ես ավելի լավ գիտեմ, պետք չի աղոթել, պետք չի ծոմ վերցնել, ես ինքս լավ գիտեմ, բայց հետո ուր ենք հայտնվում,
անորոշության մեջ, որը որ անորենը շատ է ուզում, որ քրիստոնյան ընկնի անորոշության մեջ, որ քրիստոնյան մոլորվի։ Բայց որպես քրիստոնյա մենք պետք է ճանաչենք Աստծուն, որպեսզի չընկնենք մոլորության մեջ եւ ավելի շատ ճանաչենք իր ճշմարտությունը։ Հաջորդ խոսք իրար հետ կարդանք։ Հովհաննես 14-րդ գլխի 26-րդ խոսքը։ Բայց մխիթարիչը Սուրբ Հոգին, որին Հայրը ուղարկելու է իմ անունով, Սուրբ Հոգին, որը Հայրը ուղարկելու է իմ անունով, նա ամեն բան կսովորացնի ու կհիշեցնի ձեզ այն ամենը, ինչ ձեզ ասացի։ Ում կարիքը մենք ունենք? Սուրբ Հոգու, որովհետև Սուրբ Հոգին է հիշեցնում, որովհետև Սուրբ Հոգին է առաջնորդում, որովհետև Սուրբ Հոգին է տալիս, Սուրբ Հոգու շինությամբ մենք մտնում ենք այդ դաշտը։ Ճշմարտությունը ավելի խորն ենք ճանաչում։ Սուրբ Հոգին ամեն բան կսովորացնի, կհիշեցնի ձեզ այն ամենը, ինչ ձեզ ասացի։ Քրիստոնյայի կյանքում ամենամոտիկ ընկերը պետք է լինի Սուրբ Հոգին սիրելիս։ Եթե դու քեզ համարում ես քրիստոնյա ու հավատում եմ, որ համարում ես, Տիրոջ դուստրը եւ զավակը, սկսած ընձանից, ուրեմն մեր ամենամոտիկ ընկերը պետք է Սուրբ Հոգին լինի, որովհետև նա է մեզի օգնում։ Ընթերցենք հաջորդ խոսքը։ Հովհաննես 8-րդ գլխի 31 եւ 32 խոսքերը։ Հովհաննես 8, 31 եւ 32 երկրորդ խոսքերը։ Այժմ Հիսուսը իրենց հավատացած հրեաներին ասաց. Եթե դուք հավատարի մնաք իմ խոսքերին, իմ ճշմարիտ աշակերտները կլինեք։ Կճանաչեք ճշմարտությունը եւ ինչ կլինի։ Եվ ճշմարտությունը կազատի ձեզ։ Հավատարի մնաք իմ խոսքերին, իմ ճշմարիտ աշակերտները կլինեք։ Խոսքի մեջ մնալու հավատարիմ եւ իր ճշմարտությունը մեզ լիովին կազատագրի։ Խոսքը պետքա բնակվի մեր սրտում։ Եվ ինչքան բնակվի Աստծո խոսքը մեր սրտում, մենք դառնում ենք Տիրոջ աշակերտները։ Հետո ճանաչում ենք ճշմարտությունը եւ ճշմարտությունը ազատագրում է մեզ։ Երբ որ ես խորում եի այս նախադասության շուրջ, ճշմարտությունը ազատագրում է, ինչ եղավ այդ ժամանակ, սիրելիս, երբ որ ես խորում եի, լուսավորություն եկավ, որտեվ Աստծո ճշմարտությունը, եթե իրականում ճանաչում ես քո կյանքում, մտքումդ լուսավորություն է գալիս։ Ինչ որ մի բան բացվում է, ավելի խորն ես գնում, Աստծո լույսի մեջ խավարը, սխալ մտքերը հեռանում է։ Դրա համար Տիրոջ ճշմարտությունը ճանաչելով, մենք խավարից հեռու կմնանք։ Ճշմարտությունը ճանաչելով լուսավորվում ենք, նորոգվում ենք, բժշկվում ենք, ազատագրվում ենք։ Հալելույա։ Ամեն։ Եփեսացիների առաջի գլուխ 13 եւ 14-րդ խոսքերը։ Եփեսացիս առաջի գլուխ 13 եւ 14-րդ խոսքերը։ Նրանով դուք էլ հուսացիք, երբ ճշմարտության խոսքը լսեցիք, ձեր փրկության ավետարանը, որին հավատացիք, խոստացված Սուրբ Հոգով կնքվեցիք։ Հասկանում ենք այն, որ Աստծո խոսքը, ճշմարտությունն է եւ Սուրբ Հոգին մեզի տանում է դեպի իրան։
Աստվածաշունչը մեզ սովորացնում է, որ Սուրբ Հոգին մեզ տանում է դեպի ճշմարտությանը։ Խնդրում եմ այստեղ ուշադիր լսես։ Այդ ժամանակ ցույց է տալիս ճիշտ ճանապարհը, ոչ թե ժամանակավոր կամ անորոշ մի բան, այլ դեպի հավերժական կյանք։ Տիրոջ ճշմարտությունը մեզ ցույց է տալիս դեպի հավերժական կյանք, բայց անօրենի անորոշությունը բերում է մեզի խավար։ Եվ ինչ է լինում, ժամանակավոր ինչ որ մի բան, բայց Տիրոջով հավերժական է։ Ժամանակավոր ոչինչ չենք ուզում, չէ՞ սիրելիս։ Ուզում ենք հավերժական լինի։ Գիտեք, ինչպես որ քիչ առաջ ասեցի, մենք շատ հաճախ մտածում ենք, սա է ինձ պետք, կամ նա է ինձ պետք, կամ սա ինձ կսազի, նա ինձ կսազի։ Որ խնդրեմ այդ տեսահոլովակը կդնեք։ Ինչ որ մի փոքր խնդրում եմ, որ ուշադիր նայես եւ խորես։ Ես խոսում եմ այսօր փնտրել Աստծո ճշմարտությունը։ Տեսնում եք, մենք ինքներս կարանք ընտրենք ու մտածենք սա է մեզի պետք։ Բայց միգուցե Աստված ասում է, չէ, ուրիշ բան է պետք։ Դրա համար Սուրբ Հոգով առաջնորդող մարդիկ, Տիրոջ ձայնը լսող մարդիկ կհասկանան եւ ավելի խորը կեթան, որն է Աստված իր կյանքի համար ուզում։ Հենց քեզ համար, սիրելիս։ Ոչ թե որ կողը տա նստած կամ արջևում տա նստած, բայց հենց քեզ համար։ Մենք կարանք ընտրենք, բայց լավ կլինի, որ Աստծով ընտրենք։ Լավ կլինի Տիրոջ խոսքով ընտրենք։ Առաջի Հովհաննես, առաջի գլուխ 6 եւ 7-րդ խոսքերը։ Առաջի Հովհաննես, առաջի գլուխ 6 եւ 7-րդ խոսքերը։ Եթե ասանք, թե հաղորդություն ունենք նրա հետ, բայց խավարի մեջ քայլենք, ստում ենք եւ ճշմարտությունը չենք կատարում։ Բայց եթե լույսի մեջ մանգանք, ինչպես նա է լույսի մեջ, հաղորդություն ունենք իր հետ, եւ նրա որդի Հիսուս Քրիստոսի արյունը մեզ սրբում է ամեն մեղքից։ Մենք մարդկանց կարանք խաբենք, ասելով ունենք հաղորդություն Աստծո հետ, բայց գիտես սիրելիս, անկեղծություն այնքան լավ բան է, ինքդ քեզ հետ անկեղծ լինես։ Արդյոք փնտրում ես Տիրոջը։ Արդյոք քայլում ես լույսի մեջ։ Արդյոք դրա համար ջանք ես թափում, արդյոք դրա համար ժամանակ ես դնում։ Հաղորդություն ունենանք Աստծո հետ։ Եվ այդ ժամանակ չենք քայլի խավարի մեջ, եւ կքայլենք լույսի մեջ, ինչպես որ նա է լույսը, ամեն, գնալով առաջ, մոտենալով Աստծուն, լույսի մեջ լինելով, ով մեզանից կսարսափի, անօրենը կսարսափի, ամեն։ Լույսի մեջ լինելով, քայլել Աստծո ճշմարտությունով, անօրենը մեզանից կսարսափի եւ խավարը մեր կյանքից կհեռանա։ Ամեն։ Հովհաննես 17-րդ գլուխ 17-րդ խոսքը։ Հովհաննես 17-րդ գլուխ 17-րդ խոսքը։ Սրբացրու նրանց քո ճշմարտությամբ, քո խոսքը ճշմարիտ է։ Աստծո խոսքը ճշմարիտ է։
Սրբացրու նրանց, սրբացրու ինձ, ով Աստված, կարող ենք չէ ասել, ով իմ Աստված, սրբացրու ինձ եւ տուր քո ճշմարտության խոսքը, որը ազատում է, որը մաքրում է, որը սրբում է, իմանալով Աստծո ճշմարտությունը, մեր կյանքն ու ճանապարհը, կարծում եմ շատերը տեսած կլինեք սոցցանցերով, որ ինչ որ մեկը գնում է ու մի հատ ծաղիկ է, հետո ինքը ուզում է պոկի, հետո երկու հատ է, բայց Հիսուսը թույլ չի տալիս։ Ասում է թող է ծաղիկը, թող մնա։ Երկու հատ է հասնում, այդ աղջիկը գնում է, ուզում է երկրորդը պոկի, Հիսուս ասում է չէ, մի պոկի, սպասի։ Գնա, ու հետո Աստված ինչ է, միացնես դաշտ է տալիս։ Էդի խոսում է համբերության մասին, համբերելով, սպասելով եւ գնալով առաջ, Տերը ավելին է տալիս։ Համբերություն եւ ճշմարտություն։ Տիրոջ մեջ լինելով եւ մնալով, սրբացրու, բացիր Տերի միտքը եւ տար այնտեղ, որտեղ որ դու ես կամենում։ Սուրբ Հոգին ամեն ժամանակ ուզում է մեզի օգնած լինի, բայց անօրենը միշտ էլ կփորձի խանգարի, բայց մենք խոսք ունենք, չէ՞ սիրելիս։ Խոսքը ճանաչելով մենք կկարողանանք առաջ գնանք։ Սաղմոս 15-րդ գլուխ առաջից եւ մինչեւ 5-րդ խոսքը։ Ճշմարտության մեջ ազատ կլինենք թշնամու ստերից։ Դա շատ կարևոր մի բան է, սիրելիս։ Սաղմոս 15-րդ գլուխ։ Տեր, ով կկենա քո վրանում եւ ով կբնակվի քո սուրբ լեռան վրա։ Նա, ով ամբից է ապրում, արդարությունն է գործում եւ ճշմարտությունն է խոսում իր սրտում։ Նա, ով իր լեզվով չի չարախոսում եւ չար բան չի անում, իր ընկերոջը եւ նախատինք չի գցում իր դրացու վրա։ Նա, ում աչքերի առաջ անարգված է չարագործը, բայց պատիվ է տալիս Տիրոջը վախ ունեցողներին եւ երթում է տալիս ընկերոջը եւ չի փոփոխվում։ Ով իր արծաթը չի տալիս վարձով եւ անմեղի դեմ վկայելու կաշառք չի առնում։ Ով որ այս անի, հավիտյան չի սասանվի տեղից։ Ամբից ապրել, արդարության մեջ լինել, Տիրոջ ճշմարտության մեջ քայլել, չար բաներ չխոսել, չար բաներ չվկայել, արդար լինել, մաքուր լինել։ Այստեղ խոսում է ինչպիսին պետք է մենք լինենք, որպես Աստծո զավակներ եւ դուստրեր։ Կարող ենք, չէ, Տիրոջ ճշմարտությունը փնտրելով եւ Սուրբ Հոգու առաջնորդությունով մնալ այս դրա մեջ, որպեսզի կարողանալ մաքուր եւ ճերմակ հանդերձները հագնել։ Երրորդ Հովհաննես առաջի գլխի 4-րդ խոսքը։ Ես կամած ավարտում եմ, սա նենց մի թեմա է, սիրելիս, որ Աստծո ճշմարտության մեջ լինելով եւ քայլելով եւ մնալով դա ընթացք է, ժամանակ է, խորը տեղեր է Աստված տանում։ Երրորդ Հովհաննես առաջի գլուխ 4-րդ խոսքը։ Սրանից ավելի մեծ ուրախություն չունեմ, երբ լսում եմ, որ իմ որդիները ճշմարտության մեջ են ընթանում։ Այսեղ խոսում է, որ եկեղեցու առաջնորդը ուրախանում է, երբ որ տեսնում է եկեղեցին, մարմինը ճիշտ ընթացքի մեջ է։ Երբ որ ես ինձ մտածում եմ, ասում եմ, բայց գիտեք ինչքան շատ է Աստված ուրախանում, եւ որ ինքն է տեսնում, որ մենք ճիշտ բանի մեջ ենք։ Վաու։ Մարդը ուրախանա, առաջնորդ ուրախանա, ավակները, հովիվները, որ առջևում նստում են, կուրախանան, երբ որ տենան եկեղեցին ճիշտ ընթացքի մեջ է, բնականաբար, ու փառք Հիսուսին։ Բայց գիտես, սիրելիս, Աստծո սիրտ ուրախացնելու համար պետք է միշտ լինենք դրա մեջ։ Մարդուն գոհացնել պետք չի։ Ում պետք է գոհացնենք։ Միայն Տիրոջը։ Չանենք, որ մարդիկ տեսնեն,
այլ անենք, որ Աստված տեսնի։ Հենց այն ծածուկում, որ դու անում ես ու մարդը չի տեսնում, հավատա, այդտեղ դու քո պտուղը կտեսնես։ Ուրախացնելու Աստծո սիրտը, ուրեմն պետք է մենք լինենք եւ մնանք դրա մեջ։ Ապրելով իրենով, քայլելով իրենով, ծառայել իրենով, լցված լինել իրենով, շնչել իրենով եւ գործել իրենով, Աստծով, ամեն։ Եվ որ այսպես ես մտածում էի, խորում էի, էլի մի հատ օրինակ, որ խնդրեմ այդ սարը կգցեք, որ այսօր բացման ժամանակ, ուրա Գյուլնար տան, բացման ժամանակ ասես լեռան վրա, հետո Դավիթը լեռան վրա։ Եվ որ ես մտածում էի, որ Աստծո ճշմարտությունը, գիտեք, ինքը սենց կաթիլ առ կաթիլ գալիս է, որ խնդրեմ հաջորդը կգցեք։ Ուզում եմ, որ շատ ուշադիր լսեք, ինչ եմ ուզում ասեմ։ Իմ մտքում սենց ինչ-որ մի բան եկավ, Աստծո ճշմարտությունը, որ երբ որ մենք թույլ ենք տալիս, ինքը դա ընթացք է, չէ՞, ամեն։ Ընթացք է, տևում է, ժամանակ է պետք, հավատարմություն է պետք, համբերություն է պետք եւ այլն եւ այլն։ Եվ որ վերևից Աստծո խոսքը, իր ճշմարտությունը գալիս է, սենց կամած, այս ջուրը, որ տեսնում եք, ինքը վերևից որ թափում է, կարող է քարը փակ լինի ու այդ ջուրը չկարողանա անցնի, բայց ինչքան որ մնում է գնալով խորը, քարը բացվում է, որովհետև ինչքան ջուրը, եթե կարդացած լինենք, եթե տեսնենք բնության մասին, ինչքան ինքը ջուրը գա, տենց քարը ինքը բացվում է ու ջուրը գնում է, սկսում է ավելի խորը հոսալ, գնալով ինքը տեղերը բացվում է։ Հիմա այսպես հոգևորի մեջ, երբ որ մենք թույլ ենք տալիս ու բաց ենք լինում Աստծուն, Տիրոջ դաշտի մեջ, թույլ տալով իր ջրերը, ճշմարտությունը, խոսքը, օրենքները եւ այլն ինքը գա, Տերը բացում է։ Կարող է դու մտածես ինքը կաթիլ է գալիս ու երկար է տևում, բայց մի օր դու այդ ճեղքումը կտեսնես։ Մի օր այդ բացվածքը կլինի, մի օր այդ դուռը կբացվի, մի օր այդտեղ կհոսի Տիրոջ ջրերը ու ավելի շատ կբխի, ժամանակ է պետք, համբերություն է պետք, բայց մնալով Աստծո խոսքի մեջ, այս ոնց որ այս լեռը, հա, սենց ինքը ջուրը գալիս է վերևից, հավատացեք սիրելիս, Տիրոջ ջրերը խմելուց երբեք դու չես ծարավի։ Իր խոսքի մեջ մնալով դու չես ծարավի, որտեվ իր խոսքն է հոգու շինություն տալիս, իր խոսքն է հոգուն զորություն տալիս, իր խոսքն է տանում այնտեղ, որտեղ որ պետք է, ոչ թե որ քո անձն է ուզում, այլ որտեղ որ Տերն է ուզում, ավելի խորը եւ խորը։ Որ խնդրեմ փառաբանության խումբը կգա, գիտես սիրելիս, այսպես մի բան եմ ուզում ասել, ինչպես որ ասեցի, երկար չեմ խոսալու, որովհետև ճշմարտության մեջ մնալով, Աստծո խոսքի մեջ, դա շատ կարևոր մի բան է եւ ժամանակ է պետք։ Բայց նրա ճշմարտությունը, երբ որ գալիս է, ամեն բան ընկնում է իր տեղում։ Այնուհետև հիմա ուզում եմ ասել, եւ որ սկսենք երկրպագել եւ ամեն բան տալ Աստծուն, եթե այս լեռան, այս սարը որ կա, ու դու մտածում ես այս տարիներով, չգիտեմ, կլինի քո հիվանդության, թղթաբանության, չգիտեմ, չդադարես փնտրել Աստծո ճշմարտությունը, չդադարես փնտրես Տիրոջ երեսը, չդադարես հետ նայելով, միմիայն առաջ նայելով, երբ որ մենք առաջ նայենք, եւ ինչպես որ քիչ առաջ ասեցի, խոսքը ճանաչենք, խոսքը մեզի շինություն կբերի, խոսքը իմանանք, խոսքը մեզի նորոգություն կբերի։ Ուզում ես ճանաչել Աստծո ձեռագիրը քո կյանքի մեջ, ուրեմն փնտրի նրա երեսը։ Ուզում ես մնաս Տիրոջ ճշմարտության մեջ, ուրեմն կարդա խոսքը ու մի դադարի։ Ծոմ է պետք, վերցրա ծոմ։ Գիտես, ծոմը զորություն ունի։ Ես մի տարի առաջ, կարծեմ սա էլի եմ ես վկայել, ես ծոմ էի վերցրել, որ ամեն առավոտ ես շատ շուտ եմ արթնանում, այո, որ ես միջև իմ առօրյա օրը սկսեմ գործի գնալը, 2 հատ, 3 գլուխ ես պտի կարդամ։
5-կես է պետք, այո 5-կես պետք է արթնանամ, վերցրել եմ, ուզում եմ շինություն, ուզում եմ ճշմարտությունը ճանաչեմ, ուրեմն պետք է գործի դնեմ իմ անձը։ Հեշտ չի, բայց Տերը հատուցում ամեն ժամանակ։ Վերջի տեղը, որ ուզում եմ կարդամ, Սաղմոս, սա ամենայն սիրած տեղն է, Սաղմոս 25-րդ գլխի 5-րդ խոսքը։ Առաջնորդիր ինձ քո ճշմարտության մեջ եւ սովորացրու ինձ, որ դու ես իմ փրկությունը, Աստված, քեզ եմ սպասել ամեն օր։ Խոնարհացնենք մեր գլուխը, եղիր ազատ Տիրոջ տան մեջ սիրելիս։ Փառք քեզ Տեր։ Շնորհակալ եմ նորից եւ նորից քո սուրբ ներկայության համար։ Առաջնորդիր մեզ Տեր, որպեսզի կարողանանք ճանաչել քո ճշմարտությունը մեր կյանքի մեջ։ Ինքներս մենք մանկ չգանք, որն է մեզի պետք, ինչ է մեզի պետք, որը կսազի, որն է հաճելի, այլ քո ճշմարտությունը ճանաչենք Տեր, որն է իրականում եւ իսկապես պետք, որը որ ժամանակավոր չի լինի, այլ հավերժական կլինի, որը մի քանի օրով չի լինի, այլ միջև վերջ կլինի։ Դու տեսնում ես ամեն մեկի աղոթքը, Հայր, եւ ես խնդրում եմ Հիսուսի անունով, Տեր, քո տված իշխանությունով, այն սարերը, որ իրանց կյանքի մեջ կա եւ դեռ ճեղքում չկա, Տեր, խնդրում եմ, որ դու շարժես, խնդրում եմ, որ քո ճշմարտության խոսքը, Տեր, կաթիլ առ կաթիլ, թափես այդ իրավիճակի վրա, որ գա Տեր ճեղքումը Հիսուսի անունով, որ գա այդտեղ ազատագրությունը Հիսուսի անունով, որ գա այդտեղ նորոգությունը Հիսուսի անունով, որ գա այդտեղ բժշկությունը եւ վերականգնումը Հիսուսի անունով։ Հայր, դու ես ծարավին ջուր տվողը, Տեր, դու ես ծարավին հագեցնողը, Հայր, դու ես ընկածին բարձրեցնողը, Տեր, իշխանությունը քո ձեռքերի մեջ են, Հիսուս, տար այն խորքերը եւ շարժիր այն լեռները, որ մինչեւ հիմա չեն շարժվել, եւ տար այն վայրերը, որտեղ որ պետք է տարվի, Տեր Հիսուս, քո խոսքը, Հայր, որը դու երկնքից ես իջացնում, դա բերում է նորոգություն եւ նոր կյանք